Բարև ձեզ։ Հայաստանում գործարարությունը չափազանց կարևոր հասարակական ոլորտներից մեկն է։ Հայաստանում գործում են բազմաթիվ հաջողակ գործարարներ, ովքեր իրենց օրնիբուն աշխատանքով նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Հայաստանում փառք Աստծո գործում են նաև մասնագիտացված կազմակերպություններ, ովքեր փորձում են օգնել եւ աջակցել սկսնակ բիզնեսներին, որպեսզի նրանք նույնպես հաջողակ լինեն իրենց հետագա գործունեության ասպարեզում։ Նրանցից մեկի ղեկավարի հետ մենք փորձենք այսօր զրուցել բավականին հետաքրքիր հարցերի շուրջ։ Այսօր զրուցելու ենք Մանասյան Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնես էքսպերտ եւ վաճառքի ճարտարապետ Հայկ Մանասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանասյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանասյան, ձեր երկարամյա փորձից ելնելով, ըստ ձեզ ո՞րն է ամենատարածված այն սխալը, որ տեսանելի է, հա, սկսնակ հիմնադիրների մոտ բիզնեսի, ովքեր դեռ սկզբնական զարգացման փուլում են իրենց, եւ դրա հետ կապված կա նաև մեկ այլ հետաքրքիր դիտարկում, ինչու է Հայաստանում այսպես տարածված այն արտահայտությունը, որ բիզնեսները լավ աշխատում են, բայց երբեք այդուհանդերձ չեն մեծանում, չեն դառնում ավելի մեծ։ Այս դիտարկումների շուրջ կխնդրեի ձեր տեսակետները ներկայացնել։ Սիրով, հիմնական սխալը, որ ես իմ խորհրդատվական փորձառությունից տեսել եմ եւ սկսնակ եւ արդեն աշխատող բիզնեսների մոտ, դա իմ կարծիքով տեսլականի եւ առաքելության բացակայությունն է։ Մարդիկ բիզնես են սկսում առանց տեսնելով այդ բիզնեսի ապագան, առանց այդ բիզնեսի հիմքում առաքելություն դնելով։ Իսկ առաքելությունը դա բիզնեսի գոյության իմաստն է։ Իմաստավորում է ամբողջ գործունեությունը, երբ որ չկա առաքելություն, երբ որ չկա տեսլական, ցանկացած խոչընդոտ, շուկայական կոնյունկտուրայի փոփոխություն, տարբեր տեսակի ճգնաժամեր, այդ բիզնեսը ուղղակի իր հիմնական ուղղությունից դուրս են հանում եւ ինքը դառնում է հանգամանքների ամենօրյա խնդիրների զոհը եւ այդպես էլ չի կարողանում ճիշտ ուղղությամբ զարգանալ։ Եվ երկրորդ հարցը, որ տվեցիք, ինչի են մնում փոքր, չեն զարգանում, չեն մասշտաբայնացվում, չեն ընդլայնվում, դա էլի ուղղակիորեն կապված է առաքելության բացակայության կամ տեսլականի փոքրության հետ։ Չկա այն մեծ տեսլականը, ինչի համար իրանք գործ են արարել, որտեղ գործ արարը դա գործ արարող մարդն է։ Իրենք չունեն այդ արարելու տեսլականը, դրա համար հանգամանքների բերումը մնում են փոքր, որովհետև չեն տեսնում մեծը։ Շատ կարևոր մի բան կա, ես ում գործարարներին այդ միտքը հասցնեմ, ցանկացած դեպքում ինչ գործ որ սկսում եք, սկսեք պատկերացնելով ավարտը։ Եթե ավարտը չեք պատկերացնում, ուրեմն շարունակությունը, ընթացքը ձեր համար միշտ մնալու է մութ։ Եվ հիմնական խնդիրը դա է, էլի խնդիրներ կան, բայց գլոբալ մտածելակերպի խնդիր է մեր մոտ։ Պարոն Մանասյան, այ հետաքրքիր է, դուք շփվում եք բազմաթիվ գործարարների հետ, ինձ մասնավորապես հետաքրքրում է, որ պահից է, հա, բիզնեսը անցնում այդ ինտուիտիվ կառավարման սահմանը, հա, եւ այդ պարագայում ինչու շատ հիմնադիրներ բիզնեսի այդ պահը չեն նկատում կամ չեն զգում, ինչու են մակերեսային ինչ որտեղ մոտենում այս խնդրին եւ չեն կարեւորում այն։ Մասնագիտորեն տամ պատասխանը։ Գոյություն ունի Գրեյների աճի մոդել։ Գրեյների աճի մոդելը հեղինակի անունով է, ասում է, որ բիզնեսները աճի 5 փուլերով են ընթանում, ընդհանրապես 5, մաքսիմում 6-րդ փուլ կա, որը որ հայաստանյան բիզնեսների համար չի։ Առաջի փուլը զարգացման բիզնեսի, դա պարզ լիդերայնության հիման վրա, սեփական ուրեմն առաջնորդական լիդերային հատկանիշների հիման վրա, որևէ գործ սկսել է եւ այդ գործում ամբողջությամբ ընկղված լինելն է։ Դա կոչվում է բիզնեսը զարգանում է լիդերայնության շնորհիվ։ Ղեկավարը համ աշխատողն է, համ վաճառողն է, համ մարքետոլոգն է, ամեն ինչն է ինքը։ Իր կամ իր փոքր ընտանիքով փորձում է լիդերայնությամբ տանել առաջ։ Այդտեղ ինտուիտիվը գերիշխում է։ Ինքը չունի ստրուկտուրա, ինքը մենակ ունի շատ մեծ ամբիցիաներ, ցանկություններ, ջիղ, նպատակ, լիդերայնությամբ զարգանում է։ Բայց գալիս է մի կետ, որ այդ լիդերայնությամբ բիզնեսը շատ առաջ չի գնա, իրան անհրաժեշտ է, որ ինքը որոշակի առումով արդեն գնա պատվիրակման փուլին, այսինքն բիզնեսը զարգանա պատվիրակման միջոցով, աշխատողներ վերցնի, հանձնարարություններ տա, ղեկավարը պատվիրակի, պատվիրակումով գնա զարգացում։ Դա երկրորդ փուլն է։ Երրորդ փուլում արդեն երբ որ պատվիրակումը դառնում է դժվար, գալիս է բիզնեսի զարգացման երրորդ փուլը, բիզնեսը զարգանում է կառուցվածքային կառավարման միջոցով։ Ուրեմն Հայաստանում բիզնեսների զգալի մասը առաջի երկրորդ փուլից չեն անցել։ Այսինքն կառուցվածքային ստրուկտուրնի համակարգային զարգացումը շատ քիչ բիզնեսների է հաջողվել։
եւ ինտուիտիվից որ չեն անցնում կառուցվածքային համակարգային զարգացման, պատճառն է նա որ չգիտեն ինչպես դա անեն։ Առաջինը, այնպես չի որ չեն հասկանում դրա կարիքը։ Շատ լավ, առաջիկա 3 տարիների ընթացքում ցանկացած բիզնես հասկանում է, որ այդպես հնարավոր չի։ Ինքը անընդհատ գործարարը հասկանում է բիզնեսի մեջ է, ինքը մաշվում է, սպառվում է։ Իրան աշխատողներ են պետք, մարդիկ են պետք, որ հանձնարարություններ վերցնեն, ինքնուրույն կատարեն, իրանց հսկել է պետք, իրանց վերահսկել է պետք, իրանց աշխատանքը պլանավորել է պետք, բայց այդ ամենը չգիտեն ինչպես անեն։ Ցանկությունը կա, գիտելիքը չկա։ Եվս մեկ հարց ինձ հետաքրքրում է շատ պարոն Մանասյան, օրինակ շատերը կարծում են, որ բիզնեսը դեռ կապված է տաղանդի հետ եւ պահանջվում է առանձնահատուկ ձիրք տաղանդ, հա, բիզնեսը զարգացնելու, առաջ տանելու առումով։ Ելնելով նորից ձեր փորձից, հա, ինչ եք կարծում, ինչու վաճառքը առաջին հերթին համակարգ է ընկալվում որպես այդպեսին։ Եվ որ պահից սկսած լավ վաճառող ունենալը այլևս չի փրկում բիզնեսը։ Այսպիսի մոտեցումներ կան, այդ կապակցությամբ ինչ կասեք։ Տեսեք, ես ձեզ հանդիպակաց հարց կարող եմ տալ, որ բիզնեսն է պահանջում տաղանդ, փոքր բիզնեսը թե մեծ բիզնեսը։ Փոքր բիզնեսը, այո, եթե դու գիտելիք չունես, գոնե տաղանդ պիտի ունենաս, ինչ որ բաներում շատ հանճարեղ լինես, որ այդ փոքր բիզնեսը կարողանաս աշխատացնես։ Մեծ բիզնեսի դեպքում միանշանակ համակարգ, առաջնային գիտելիք, ինովացիա, կառուցվածք եւ հետեւողական ստրատեգիական զարգացում, այլպես հնարավոր չի։ Մեծ բիզնես տաղանդով չեն զարգացնում։ Փոքր բիզնեսում կարող է որ մարդը ասենք լավ կոմունիկացիոն ունակություններ ունի, լավ շփվող է, լավ կարողանում է մարդկանց հետ շահերի ընդհանուր կետեր գտնել, այդ տաղանդը, այսպես ասած, ճակերտավոր կյանքի իր փորձառությունը կամ հիմա ոնց որ ասում են փափուկ հմտությունները, իրեն թույլ է տալիս որոշակի առաջընթաց ապահովել, բայց մեծ բիզնեսում տաղանդ չկա։ Մեծ բիզնեսում կա համակարգ, որտեղ բիզնեսը գիտություն է։ Բիզնեսը բաղկացած է 5 կարևոր արժեշղթաներից, դրանցից մեկը դա մուտքային լոգիստիկայի ապահովումն է, երկրորդը արտադրության ապահովումը, կապ չունի պրոդուկտ թե ծառայություն, արտադրանք տալը, երրորդը հետ արտադրանքը մարքեթինգ անելը, չորրորդը հետ մարքեթինգ արված պրոդուկտը վաճառելը, հետո սպասարկելը, հետ վաճառքային կապը եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրանք բոլորը գիտություններ են։ Վաճառքը գիտություն է, մարքեթինգը գիտություն է։ Չես կարող տաղանդով այդ գիտությունների մեջ հաջողություններ գրանցես լուրջ։ Տաղանդը պետքա փոքր բիզնեսին է, որ ասում է լիդերանության շնորհիվ զարգացող բիզնեսում, երբեմն պետքա, բայց հոտառության մասին եթե խոսենք, ժողովրդի լեզվով ասած, որ մարդ կա, որ լավ բիզնես հոտառություն ունի, ինքը հասկանում է, թե որ դեպքում որ մոտեցումը ճիշտ կաշխատի, դա արդեն ոչ թե տաղանդի շնորհք է, դա շատ մեծ փորձառության եւ կուտակած գիտելիքի շնորհք է։ Ընդհանրապես այդ ինտուիցիա կոչվածը դա տաղանդ չի, դա շատ մեծ փորձառության եւ շատ մեծ գիտելիքի խարմուրդի արդյունք է։ Մեծ բիզնեսները միանշանակ ստրատեգիա, համակարգ, կառուցվածք, պրոցեսներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք խոսում ենք մեծ եւ փոքր բիզնեսի մասին, բայց կարծում եմ անկախ տրամաչափից, ծանրակշիռ լինելու կամ չլինելու հանգամանքից կա այնուամենայնիվ մարդկային գործոնը եւ մարդուն բնորոշ յուրահատկություն, որ մարդը սխալվելու ունակություն այնուամենայնիվ ունի, հատկապես բիզնես ոլորտում, որովհետեւ մարդիկ գնահատում են, հաշվի են առնում տարբեր ռիսկերը։ Այ հետաքրքիր է դուք երբ որ շփվում եք գործարարների հետ, գործարար շրջանակների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր սկսնակ են, հա, եւ նոր հիմնել են բիզնես։ Ամենատարածված սխալը, որ կարող եք առանձնացնել, որն է, որ կարող է նույնիսկ թանկ արժենալ, հա, սկզբնական փուլում բիզնեսի համար։ Ես ճիշտ ասած, այդքան շատ սկսնակների հետ չեմ շփվում։ Մեր ծառայությունները եւ խորհրդատվական եւ կրթական մեծամասամբ 90 եւ ավել տոկոսով կայացած բիզնեսների համար են, որտեղ մենք խնդիրներ ենք լուծում, խնդիրներ ենք լուծում, իսկ խնդիրներ ունենում են արդեն խոշոր կայացած բիզնեսները, սկսնակների մասով, ստարտափերի մասով ավելի հմուտ չեմ ասի, բայց կայացած բիզնեսների մոտ այն սխալները, որ իրենք արել են, հիմա գիտակցում են արդեն, երբ որ գալիս են մեր կրթական ծրագրերով են անցնում կամ մեր խորհրդատվական այդ ուղիներով, իրանք գիտակցում են եւ ես իրենց ասում եմ դա։ Եվ Հայաստանում տարածված երկու մեծ սխալ կա, որ խոշոր բիզնեսի սեփականատերերը ժամանակին արել են եւ հիմա էլ շատերը դեռ անում են։ Առաջի սխալը դա իրենց ժլատությունն է։ Ժլատություն ամեն ինչում։ Աշխատողները ներդրում կատարելու մեջ ժլատեն, հաճախորդին գոհացնելու մեջ են ժլատ, շատ այլ հարցերում ժլատությունը շատ է խանգարում։ Այդ ժլատությունը գալիս է մի հետաքրքիր բանից, որը երկրորդ սխալն է։ Քիչ կոպիտ է հնչում, բայց տգիտությունն է։ Այսինքն
բիզնեսի գիտելիքին, գիտությանը չտիրապետելը, այդ գիտության մասին է խոսքը։ Այսինքն իրանք բիզնես են անում, բայց չգիտեն դրա կանոնները որն է, օրենքները որն է, լեզուն որն է իրա։ Այսինքն գիտությունն ու ժլատությունը գումարվում է իրար, կամ ագահությունն ու գիտելիքի պակասը գումարվում է իրար ու շատ մեծ սխալներ է ստեղծվում։ Հետո դրանք լուծելու համար գալիս են մեր մոտ, սկսում ենք ամեն ինչը նորից ախտորոշել, ուսումնասիրել, հասկանալ, կամաց-կամաց կարգավորել աշխատակիցները այդ իրենց շփումները, հաճախորդները այդ իրենց շփումները եւ ընդհանրապես ներսում իրենց շփումները, սեփականատերերը իրենց հետ ոնց են շփվում, իրենց են փոխում, իրենց մտածելակերպը, մոտեցումը, բայց հիմքերը դրա մեջ է, ժլատ կամ ագահ են եւ տգետ են, գիտելիք չունեն։ Գիտելիքը այսօր ամենահզոր զենքն է, տեսնում ենք աշխարհի ցանկացած ոլորտում միակ անհաղթահարելի ուրեմն ռեսուրսը գիտելիքն է։ Այդտեղ մեր գործարարների մի զգալի մասը կաղում է եւ իրենք ընդունում են, գիտեք, որովհետեւ 90-ականներից ձևավորված գործարարներ են, որոնք որ սովետական միության մտածելակերպից են եկել, ավելի շատ պրայզվոստվնիկներ են եղել, արտադրող մարդիկ, իրենք չեն ստացել գիտությունը, գիտելիքը, ժամանակակից աշխարհի գիտելիքը եւ իրենք մեղավոր չեն։ Իրենք սկսել են արարող մարդիկ են եղել, գործ են սկսել արել են, հիմա կամաց-կամաց հասկանում են, որ այդ ձևով արդեն հնարավոր չի շարունակել, դրա համար գալիս են, կրթվում են, փորձում են, բարելավեն։ Ով էլ որ չէ մնում է այդ հին վիճակում, խարխափում է այդ նույն բաների մեջ ու մեղադրում է, գիտեք, բոլորին բացի իրենից պետությանը, կառավարությանը, չգիտեմ, ժողովրդին, հանգամանքներին, Աստծուն։ Սրանից ածանցված ուզում եմ եւս մեկ հարց տալ, եթե մարդը ունի բիզնես հոտառություն եւ ասում է, որ ես օժտված եմ այդ հատկանիշով, ես կարող եմ զարգացնել իմ բիզնեսը եւ լրացուցիչ հավելյալ գիտելիքների կարիք չունեմ, ինչ կպատասխանեք նման մարդկանց։ Ասում են, ես ունեմ հոտառություն, ես կարող եմ շուկաներ գտնել, ես կարող եմ իրացնել իմ ներուժը, ապրանքները վաճառել իմ բավականին հարմարավետ պայմաններով, ունեմ այդ բիզնես հոտառությունը, բայց գիտելիքների կամ խորացված, չգիտեմ, հավելյալ գիտությունների կարիք ես չեմ զգում տեսական։ Եթե մարդ ասում է, որ ես գիտելիքի կարիք չունեմ, նախ այդ մարդու հետ իմաստ չունի շարունակել խոսել, մեր ոլորտի մարդիկ չպետք է շարունակեն խոսեն, որտեղ մենք գիտելիք տվող մարդիկ ենք։ Եթե ինքը գտնվում է ինքնավստահության կամ ինքնասիրահարվածության կետում, որ ինքը ամեն ինչ գիտի, ինձ մի օր մեկ ասեց, ես ինչ պիտի սովորեմ, որ չգիտեմ։ Աստծի դու գտնվում ես չգիտակցված չիմացության փուլում։ Դու չգիտես ինչեր չգիտես։ Դրա համար չգիտես ինչեր պիտի իմանաս։ Մի քանի փուլեր է էլի մարդն անցնում։ Առաջինը կոչվում է չգիտակցված չիմացություն, չգիտեմ ինչեր չգիտեմ։ Հետո մի քիչ խելոք մարդը սկսում է ուսումնասիրել, հասկանում է երկրորդ փուլում է գտնում, գիտեմ ինչեր չգիտեմ։ Հետո գիտեմ ինչեր գիտեմ, ու զարգանում է։ Այդ մարդիկ գտնում են առաջի սաղմնային փուլում, չգիտակցված չիմացություն։ Իրանց հետ խոսել բան բացատրել պետք չի, ընդհանրապես ժամանակ ամեն ինչ դնում է տեղը։ Բայց ես միշտ գործարարներին ասում եմ, ուր էլ հասած եք հաջողությամբ, երբեմն հանգամանքների բերումով, երբեմն ձեր քրտնաջան աշխատանքի հետևողականության, նվիրվածության ամեն ինչը իր դերը խաղում է։ Ինչին էլ ուզում եք հասածնեք, պետք է ժամանակին կարողանաք թագը ձեր գլխից դնեք ներքև, անցնեք առաջ, շատ կարևոր բան է, թե չէ դա կործանարար է։ Մենք խոսեցինք անհատների մասին, նրանց ձիրքի, տաղանդի եւ անհրաժեշտ այն նախապայմանների մասին, որոնք ուրվագծում են առաջիկա հաջողությունները բիզնեսում։ Կարծում եմ, որ մեծ բիզնեսը, հատկապես նրանք, ովքեր արդեն իրենց մեջ միավորում են, հա, կոնսորցիումներ, կոնգլոմերատներ եւ այլն, այստեղ առաջի պլան է գալիս թիմային աշխատանքը։ Ձեր կարծիքով ավելի շատ առանցքային նշանակություն ունի անհատի դերը դերակատարությունը, թե այնուամենայնիվ թիմային աշխատանքի առանձնահատկությունը եւ այս համատեքստում եւս մեկ հավելյալ հարց ձեզ ուղղեմ։ Երբ կարելի ասել, որ օրինակ վաճառքի թիմը պատրաստ է ավելի մասշտաբավորման, ավելի մեծանալու, ավելի մասշտաբային դառնալու, ինչու եմ սա ասում, որովհետեւ ցանկացած բիզնեսի գլխին կանգնած անձնավորության կամ ղեկավարի համար շատ կարևոր է, որպեսզի հատկապես այդ օղակը բավականին լավ աշխատի, վաճառքի թիմը, ինչպես ասում են, որպեսզի մարդը կարողանա իր արտադրանքը յուրացնել, նոր շուկաներում դառնա ավելի ճանաչելի։ Անհատ թե թիմային աշխատանք։ Լավ հարց եք տալիս։ Տեսեք, այդ պատասխանը պետք է ունենա հետազոտական հիմք։ Աշխարհի պատմությունը բոլոր ուղղություններով, երբ որ նայում ենք, կլինի տնտեսության զարգացման պատմություն, քաղաքական զարգացման, պատերազմների եւ ընդհանրապես ինդուստրիալ մշակութային, մենք հասկանում ենք, որ զարգացումը տեղի է ունեցել վերջին հաշվով անհատների, անհատական ջանքերի շնորհիվ։ Անհատը պատմության զարգացման մեջ մարդկության
էական նշանակություն է ունեցել առանցքային։ Ոչ միտեղ չի եղել անհատի դերի նվազեցում, թիմային աշխատանքի գերիշխանություն եւ դրանով մեծ թռիչքներ։ Անհատը որոշիչ է, այդ դրանում երկրորդ կարծիք չկա, բայց այն ուրեմն կառույցները, որոնք մենակ անհատի վրա են հիմնված, իրանք բավական մեծ թռիչք են կարողանում ապահովել, որտեղ անհատի մտքի թռիչքը, ֆանտազիան, այդ հորիզոնը շատ մեծ է, բայց չեն կարողանում այդ թռիչքը երկարատև կայուն ապահովել։ Երկարատև կայուն ապահովելու համար համակարգ, ստրատեգիա, թիմ, ամեն ինչը պետք է կառուցվածքը։ Բայց թռիչքը ապահովում է անհատը։ Բայց այստեղ մի երկրորդ հանգամանք կա։ Ես իմ 25 տարվա փորձառությունից եկել եմ մի համոզմունքի ու այս վերջերս շատ եմ շրջանառում այդ միտքը, որ յուրաքանչյուր բիզնես վերջին հաշվով նմանվում է իր տիրոջը։ Եթե յուրաքանչյուր բիզնես նմանվում է իր տիրոջը, ուրեմն տիրոջ ազդեցությունը բիզնեսի վրա շատ մեծ է, որտեղ այդ անհատն է ընդունում այդ աշխատողներին, այդ թիմին, անհատն է ընդունում զարգացման այդ ստրատեգիան, անհատն է ընդունում կորպորատիվ մշակույթը, ինչպես պիտի լինի, ինքը ազդում է ամեն ինչի վրա, եթե ինքը բիզնեսի մեջ է, կառավարում է, առաջնորդում է, իր ազդեցությունը շատ մեծ է։ Վերջին հաշվով ինչ թիմ է ձևավորի, ինչ կառուցվածք դնի, ստրատեգիա դնի, դա նմանվելու է իր մտածելակերպին, իր աշխարհայացքին, իր զարգացվածությանը, իր մնացած ուրեմն կարողություններին։ Դրա համար ոնց պատտվում ենք անհատը որոշիչ է, համակարգը աջակցող, օժանդակող պարտադիր պայման է մեծ բիզնեսի համար եւ այստեղ մի բաներ եմ ուզում ասեմ։ Մենք մի քանի անգամ շոշափեցինք մեծ բիզնես, ըստ իս մեծ բիզնեսը դա այն բիզնեսը չի, որ իր տարածքներն է մեծ, պահեստներն է շատ կամ չգիտեմ խանութներն է շատ, ոչ, ըստ իս մեծ բիզնեսը առաջինը նա է, որ ունի մեծ տեսլական, մեծ առաքելություն եւ այն բիզնեսն է, որ լուծում է մեծ խնդիրներ հասարակության, հանրության, պետության, ավելի մեծ մասշտաբով երկրում լուծում է մեծ խնդիրներ։ Ֆորմատը, չափսը կարևոր չի։ Շատ մեծ վեցականակ աշխատողները բիզնեսներ կան, շատ փոքր խնդիր են լուծում, ոչ նշանակալի եւ փոքր թիմերով ընկերություններ կան, ահռելի մեծ խնդիր են լուծում։ Իմ համար մեծ բիզնեսը դա զուտ իմ տեսակետի առումով եմ ասել։ Իսկ վաճառքի թիմերի պահովել հարց տվեցիք, չէ՞։ Որ դեպքում է, որ վաճառքի թիմը զարգանա, եթե իր ղեկավարը ավելի ղեկավարի շնորհիվ, թե համակարգի շնորհիվ։ Տեսեք, վաճառքի մեջ, քանի որ ես էքսպերտային մակարդակով եմ խորացած վաճառքների մեջ, իմ պրակտիկան, խորհրդատվական, անձնական եւ այլ պրակտիկան ցույց է տալիս, որ վաճառքի թիմը չպետք է հենվի անհատների վրա, վաճառքի թիմը պետք է հենվի համակարգի եւ վաճառքի թիմի ղեկավարի կարողությունների վրա։ Այսինքն եթե ղեկավարը լավն է, թիմը լավ կաշխատի, վաժակը էլի, այսպես ասած։ Ես միշտ ասում եմ, ռուսերեն է հնչում, ավելի հասկանալի լինի, ռուսերը խոսքա չէ, ասում է «Волку ноги кормят»։ Ինքը պետք է վազի գնա իր սնունդը հայթայթի։ Վաճառողների դեպքում էլ է այդպես, վաճառող ինքը անընդհատ իր ուրեմն սնունդը որսը պետք է հայթայթի, իսկ այդ հայթայթելու համար վաժակա պետք, որ իրան ճիշտ ուղղություն տա, ճիշտ մենթորություն անի, ճիշտ կարողանա իրան ուղղորդի, սխալները տեսնի, մոտիվացնի, ամեն ինչ անի, այսինքն թիմերը առանց ուժեղ վաճառքի ղեկավարի չեն զարգանում։ Պարոն Մանասյան, գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ բիզնեսի ամենակարևոր բաղադրիչներից մեկը մարքեթինգն է, այսինքն երկու բաղադրիչներ, որ իրար հետ սերտորեն կապված են, բայց հետաքրքիր հանգամանքների բերումով Հայաստանում շատ հաճախ մարքեթինգը շփոթում են մեդիա հարթակներում կամ սոցցանցերում ակտիվ գործունեության հետ։ Այնուամենայնիվ, ձեր կարծիքով իրականում ինչ է մարքեթինգը, ինչ նշանակություն ունի բիզնեսի համար։ Ըստ իս, նախ տեսակետով բիզնեսի ամենակարևոր օղակը վաճառքն է։ Ես միշտ ասում եմ, որ վաճառքն է ժամանակակից բիզնեսի աստվածը, եթե չկա վաճառք, չկա բիզնես։ Ինչքան լավ ուզում ես մարքեթինգ արա, ինչքան լավ արտադրանք ուզում ես ստեղծի, եթե վաճառք չունես, քո բիզնեսը ապագա չունի։ Ամենակարևորը վաճառքն է, բայց մարքեթինգի դերը բնավ դրանով չի նսեմացվում։ Մարքեթինգը ես պաշտում եմ որպես գիտություն, ես այսօր էլ սովորում եմ աշխարհի մարքեթինգի գուրուների մոտ, Ֆիլիպ Կոտլեր, Սեթ Գոդին, մնացածի մոտ, եւ մարքեթինգը շատ կարեւոր է։ Բայց ինչա մարքեթինգը, այո, շատ լավ բան եք ասում։ Հայաստանում, որ ասում ես մարքեթինգ, պատկերացնում են SMM։ Որ մի քիչ հարցնում ես SMM-ն ինչա, հասկանում ես, որ ինքը SMM-ը պատկերացնում է SMS-ի մակարդակով։ Նույնիսկ չի հասկանում, որ social media marketing, դու մարքեթինգ կա, դու մարքեթինգ հասկանաս։ Հետո այդ մարքեթինգը արտացոլես սոցիալական հարթակում։
Վերջերս Ֆիլիպ Կոտլերի դասերի ժամանակ մի հետարքիր ակնարկ արեց այդ թեմայով, ես իր այդ առանձին կաբինետով սովորում եմ, ասաց ես դիտարկում եմ SMM-ը կամ social media marketing-ը որպես մարքեթինգի մի հատ app, փոքր մի հատ app, ծրագիր, որ դու մարքեթինգ ես անում, մի հատ էլ այդ app-ն ես օգտագործում, բայց մարքեթինգը դա առաջերտի ստրատեգիա է, մարքեթինգը տակտիկական գործիքակազմեր են, մարքեթինգը շուկայի լուրջ իմացություն է, մարքեթինգը ինովացիա է, մարքեթինգը շատ լուրջ բան է, որ դրանով զբաղվեն մարքետոլոգները։ Միտքը սպառսա, չէ՞, այնքան լուրջ բան է, որ դրանով մենակ մարքետոլոգները չպետք է զբաղվեն, մարքեթինգով պետք է զբաղվի ամբողջ ընկերության աշխատակազմը, ղեկավարից սեփականատիրոջից սկսած, որտեղ բոլորը իրենց գործունեությամբ մարքեթինգ են անում։ Լավ սպասարկումը բրենդի իմիջի վրա է ազդում, վաճառքի թիմի լավ աշխատանքը անդրադառնում ընկերության կերպարի վրա, արտադրությունը, պրոդուկտը անդրադառնում է իր մարքեթինգային դիրքավորման վրա, մարքեթինգի այդ P-երը հայտնի որ կա, product, price, promotion, բոլորը people, մարդիկ, դրանք բոլորը ընկերության տարբեր ստորաբաժանումներ են, որոնք ազդում են մարքեթինգի վրա։ Շատ լուրջ բան է եւ հաճախ ինձ ասում են լավ մարքետոլոգ է պետք, ինձ մեր ընկերությանը երբ որ գիտակցում են որ մարքեթինգը կարևոր է, մեր համար կարակ լավ մարքետոլոգ ճարեք բան, ցավով ասում եմ որ ցավով չկան։ Ես չեմ գտնում Հայաստանում այդ որակի մարքետոլոգներ, որ այդքան խորությամբ հասկանան, թե ինչա մարքեթինգի դերը, բայց մի հետարքի սահմանում եմ ուզում ասեմ, Պիտեր Դրաքերն է, ժամանակակից մենեջմենթի հայրն է տվել այդ սահմանումը, ասում է մարքեթինգի գործունեության ողջ իմաստը պետք է լինի վաճառքի process-ը անիմաստ դարձնել։ Այսինքն այնքան լավ մարքեթինգը աշխատի, որ էլ վաճառելու վրա ջանքեր դնելու կարիք չլինի։ Այդ է բարձրակարգ մարքեթինգը։ Գալով մարքետոլոգներին կարող ենք պատկերացնել մի այդպիսի իրավիճակ, որ մարքետոլոգը կարող է լինել լավ մասնագետ, բայց միշտ չէ որ կարող է բերել լավ վաճառք, հա, կամ նպաստել լավ վաճառքին։ Այստեղ կազուսային իրավիճակ հնարավոր է, թե նպատակը վաճառքի նպաստելն է, ուրիշ բան չկա։ Դա շատ կարևոր հարց տվեցիք, շատ մարքետոլոգներ, այսպես ասած, իբրև թե մարքեթինգ են անում, եւ ես դա բաց եմ ասում, եւ երբ որ ընկերության ղեկավարը ներդրում անում, դա հիմնականում գովազդ են անում կամ նմանատիպ բաներ, եւ երբ որ ինքը ադդաչա չի ստանում, ROI չկա, return on marketing investment չկա, ասում է ինչ եղավ, ասում է դե մեր ընկերության տեսանելիությունը, մեր product-ի տեսանելիությունը կամ բրենդի մեծացավ, մեզ ավելի շատ ճանաչեցին, մեզ հենց այդ դրանք ոչ մի բան է, այդ ինքը վաճառքի չի բերում։ Դրա համար Դրաքերը շատ լավ է բացատրել, ասում է մարքեթինգի իմաստը, գոյության իմաստը պիտի լինի վաճառելու process-ը անիմաստ դարձնելը։ Դու այնքան լավ աշխատես, որ վաճառքի վրա ջանք անելու կարիք չլինի։ Եթե դու այդքան արել ես, դու լավ մարքեթինգ ես։ Եթե դու չես հանգեցնել վաճառքի, դու մարքեթինգ չես։ Դու մարքեթինգ փոքր բան ես։ Կարա brand awareness կոչվածը կամ բրենդի տեղեկացվածությունը շատ բարձր լինի, բայց վաճառքները ցածր լինի։ Ուղղակի վաճառք չունի, մարքեթինգը պետք է նպաստի, որ տվյալ ընկերությունը մարքեթինգի շնորհիվ կարողանա վաճառել որքան հնարավոր է շատ հաճախորդների, որքան հնարավոր է ավելի թանկ, որքան հնարավոր է ավելի հաճախ, որքան հնարավոր է ավելի երկարատև, այսինքն լոյալ հաճախորդներ ձևավորի, որքան հնարավոր ավելի արդյունավետ։ Եթե դա չի անում մարքեթինգը, ինքը ամեն ինչ անում է բացի մարքեթինգից։ Մենք խոսում ենք թիմային աշխատանքի մասին, կարևոր նշանակություն ունեցող օղակներում աշխատողների մասին, բայց կարծում եմ, որ չափազանց կարևոր է հենց ղեկավարի գործունեությունը բիզնեսում։ Այստեղ էլ բավականին հետաքրքիր իրավիճակներ կարող են առաջանալ կապված մարդու էգոյի հետ, իր բնավորության հետ, իր գիտելիքների, իր աշխարհայացքի, նույն բիզնես հոտարության եւ այլն։ Բայց կա մի առանձնահատկություն։ Բոլոր ղեկավարները բնությունից երևի դա գալիս է, օժտված են մի բնավորության գծով, ցանկանում են բոլոր թելերը պահել իրենց ձեռքում եւ անմիջականորեն վերահսկել ամբողջ գործընթացը։ Կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ գալիս է մի սահման, երբ հիմնադիրը սկսում է խանգարել իր բիզնեսին, հա, կամ չի վստահում ամբողջապես թիմային կազմի ներկայացուցիչներին իր թիմին։ Ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Որ ասում է, երկու խոշոր սխալներից մեկը տգիտությունն է։ Տգիտությունն նաև անդրադառնում է ղեկավարել չիմանալու, ղեկավարման գործիքակազմը չիմանալու։ Շատ ճիշտ եք ասում, մարդիկ գիտեն, որ ղեկավար են, արդեն իրանք պետք է հրահանգեն, բոլորը ենթարկվեն, վերահսկեն, չճաշեն, իրանց ասածով լինի, սեփական իրենց ամբիցիաները բավարարեն, բայց դա բիզնեսը ղեկավարել չի։ Այսօր շատ ավելի արդյունավետ է ու բավական 2-3 տասնամյակ լրիվ ուրիշ տրենդ է գնում, որ բիզնեսի
առաջնորդներ պետք է լինեն։ Ինքը պետք է ոչ թե վերահսկի, այլ առաջնորդի։ Այսինքն ինքը այնպիսի ուղղություն տա, մոտիվացնի, գաղափարապես հասունացնի, այնքան ճիշտ աշխատի իր թիմի հետ, որ ինքը առաջնորդի դեր կատարի։ Թիմը իր արժեքները հասկանալով, իր ղեկավարի տեսլականը հասկանալով, իր ամբողջ միսիան հասկանալով, գաղափարախոսությունը հասկանալով, ակամայից ճիշտ աշխատի։ Էլ իրան վերահսկելու կարիք չլինում են վերահսկում։ Ով որ կարիք ունի վերահսկման կամ ում են ամիջականորեն հսկում, ով որ ինչ-որ տեղեր կամ չի կարողանում կամ չի ուզում։ Իսկ եթե դու առաջնորդ ես, ու գրագետ առաջնորդ ես, դու մենեջերի եւ առաջնորդի հատկանիշները իրար ես միացնում, միքս ես անում եւ դառնում ես արդյունավետ մենեջեր, ղեկավար եւ արդյունավետ առաջնորդ։ Այդ դեպքում արդեն այդքան շատ վերահսկել, հսկել, ստուգել, չվստահել եւ այլ վերանում է, որովհետեւ դու դնում ես ճիշտ KPI-ներ, դնում ես ճիշտ նպատակներ, ճիշտ մոտիվացում ես, մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ, իրենք էլ այդ ընկերության բարիքներից նույնպես օգտվում են, ինչպես դու։ Կարելի ասել, որ դա հենց այն փուլը կարելի է դիտարկել, որ այդ պահից սկսած ղեկավարը նույնիսկ կարող է հետ կանգնել, հա, ինչ որտեղ իր սկզբունքներից, իր դիրքից գտնել մարդկանց, առաջնորդնել մարդկանց, վստահել նրանց, ինչու՞ չէ, կարևոր իր գործառույթներում, որպեսզի ընդհանուր գործը դրանից չտուժի։ Եվ առհասարակ զուտ մարդկայնորեն, պարոն Մանասյան, ինչու է այդքան դժվար նման որոշումներ կայացնել, հետ կանգնել սկզբունքներից։ Ես բիզնեսի սեփականատերերի համար խորացված կուրս ունեմ բիզնեսի կառավարման։ Այդ կառավարման կուրսում մի հատ մոդուլ կա, որտեղ խոսում եմ լավագույն առաջնորդների 10 կարևոր հատկանիշներից, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինեն բիզնես առաջնորդները։ Դրանցից մեկը ճկունությունն է։ Դրանցից մյուսը էմոցիոնալ ինտելեկտի բարձր աստիճանն է։ Այսինքն դիմացինին հասկանալու, դիմացինի էմոցիաները ճիշտ վերլուծելու, դիմացինի էմոցիաների հետ աշխատելու կարողությունը։ Դրանցից մյուսը ինովացիաների հանդեպ, նորարարությունների հանդեպ բաց լինելը։ Եվ այսպես շատ կարևոր հատկանիշներ կան, որ եթե բիզնեսի ղեկավարը չունի, ինքը առաջնորդ չի կարող լինի։ Որտեղ առաջնորդ լինելու համար դու ոչ թե պետքա ասես ես առաջում եմ հետևից եկեք, այլ դու պետք է գնաս իրանք քո հետևից գան, ավտոմատ դու կլինես առջև։ Բայց որպես քո հետևից գան, դու պետք է հասկանաս իրանց, իրանք հասկանան քեզ քո արժեքները կիսեն, դու պետք է լինես ազնվագույն մարդ, դու պետք է լինես անկեղծ իրանց հետ, շատ կարևոր հատկանիշներ պետք ունենաս, որ եթե դու այդ հատկանիշներն ունես, արդեն դու այն մյուս հայլիաձև են չվստահել, մարդուն չհավատալ, այդ ամեն ինչը չունես։ Դու չես կարող լինես ազնիվ, անկեղծ ու բաց առաջնորդ ու մարդկանց չհավատաս, դա չի իրար չի համատեղվում։ Այսինքն այդ չվստահելը, չհավատալը գալիս է թուլությունից, թուլությունը գալիս է տգիտությունից, չիմանալուց եւ չեն ծնվում այդպիսի ղեկավարներ, դառնում են, կրթվում են, դառնում են այսօրվա աշխարհը այնքան հարուստ գիտելիքա կուտակել, որ եթե ծնված պահից չես կարող ունենաս, էլի, դու պետք է պաշարես այդ գիտելիքը։ Եթե մի քանի հազար տարի առաջ մեկը կարար իծանե ինչ որ հատկանիշների շնորհիվ առաջնորդ լինել, այսօր չես կարող, այսօր պետք է գիտելիք շատ ունենաս։ Եվ դրա համար շատ կարևոր է որ առաջնորդական հատկանիշներ զարգացնել եւ դա զարգացնել հնարավոր է շատ կարևոր բան եմ ուզում ասեմ դա զարգացնել հնարավոր է եւ ավելին դա պարտադիր է որ մարդը զարգացնի որտեղ այսօր մարդկանց հետ շփվելու ունակությունը մարդկանց մոտիվացնելու մարդկանց ճիշտ հասկանալու ճիշտ ուղղորդելու ճիշտ իրենց աշխատացնելու ունակությունը շատ ավելի կարևոր է քան այն հարցքիցները ֆինանսական կամ որոշակի ինչ-որ թվաբանական հաշվարկներում լավ լինելը, այսօր մարդու հետ աշխատելը շատ ավելի կարևոր է։ Իսկ դա առաջնորդական ունակությունն է։ Թերևս ձեր դիտարկումներից կարելի է գալ այն եզրակացության կամ ձեր դիտարկումներով պատճառաբանել այն հետաքրքիր իրավիճակը, որ բիզնես ղեկավարները երբեմն չեն զիջում իրենց աշխատանքում նույնիսկ այն ժամանակ, երբ առաջարկները գրավիչ են։ Եվ գումարած սրան նաև դժվարանում են մի շատ կարևոր հարցում՝ ում հետ աշխատել, ինչպես աշխատել, ում ընտրել որպես գործընկեր։ Չզիջելը ուղիղ կապ ունի 7 մարդկային մահացու մեղքերից մեկի հետ, փառասիրության հետ։ Իրանք փառասեր են, չեն ուզում, որ ինչ-որ հարցում իրենց թագը իրանք գլխից այսպես ասած ներքևի չնի, իմանալով, որ իրանք սխալ են, բայց իրանք չեն կարող հաշտվել են մտքեր, որ իրանք կարան սխալ լինել, որտեղ փառասիրություն իրանք կլանել է եւ դրա համար չեն զիջում, չզիջելու արդյունքում լինում է կոնֆլիկտի արդյունքում ոչ մի լավ բան չի լինում։ Ամենամեծ խնդիրը այդտեղ է, ես հոգեբանորեն եմ տեսել, ոչ թե որ չեն զիջում, որ համոզված են, որ իրանք ճիշտ են, ոչ, առանցին զրույցներով որ խոսում եմ ես, սեփական հասկանում եմ, որ իրանք էլ գիտեն, որ իրանք ճիշտ չեն։
Կակ մինիմում ընդունում են, որ կարող ճիշտ չլինեն, բայց անզիջում են, որտեղ փառասիրությունը իրենց թույլ չի տալիս։ Այդ մեկ։ Երկրորդը, որ իրանք չեն վստահում մարդկանց, դա էլ գալիս է նրանից, որ իրանք իրենց արժեքային համակարգով անվստահելի մարդիկ են։ Ես շատ པարզ եմ ուզում ասեմ, մարդը չի վստահում մարդուն, որտեղ ինքը գիտի, որ իրան որ վստահեն, ինքը միջև վերջ մաքուր չի լինելու։ Ինքն էլ կարա խափի։ Դրա համար ասում եմ, թե ես կարամ խափեմ, ինքն էլ կարա խափի։ Ուրեմն պետք չի վստահել 100%։ Դա գալիս է սեփական հայլու արտացոլանքից։ Իսկ այն մարդը, որ գիտի, որ ինքը իսկապես կարա իրան վստահեն եւ ինքը լինի միջև վերջ ազնիվ, ինքը հավատում է, որ այտենց մարդիկ էլի կան, ինքը միակը չի էս երկրագնդի վրա։ Եթե ինքը գտնում է, որ ինքը այդքան վստահելի չի, նույն կերպ ընդունում է, որ ինքը միակը չի, մյուսներն կարող լինեն ոչ վստահելի, դրա համար չի վստահում։ Այնուամենայնիվ ձեր կարծիքով ինչով է չափվում ի վերջո բիզնեսի հաջողությունը, աճով, ազդեցությամբ, թե կայունությամբ, պարոն Մանասյան։ Ստեղծած արժեքի մեծությամբ։ Ինչ արժեք է այդ բիզնեսը ստեղծել։ Տեսեք, այստեղ հայտնի մարդկանց նկարներ են, չէ՞։ Այստեղ շատ մարդկության պատմության, մանավանդ բիզնեսի պատմության մեջ արմատական փոփոխությունից մարդիկ կան, որոնց մեկը Հենրի Ֆորդն է։ Հենրի Ֆորդը մի հրաշալի խոսք ունի։ Ասում են բիզնեսը, որը փողից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, ինքը ամենաաղքատ բիզնեսն է։ Այսինքն բիզնեսը կամ գործարարությունը, որպեսզի ինքը լինի մեծ, արժեքավոր կամ հաջողակ, ինքը պետք է արժեք ստեղծի։ Արժեքավոր բան, իսկ ինչ ասել արժեք։ Արժեքը դա հաճախորդի համար այն մնայուն օգտակար ձեռքբերումն է, որի համար ինքը պատրաստ է վճարել այն գինը, ինչքան որ դու այդ արժեքի համար ուզում ես։ Եթե դու տալիս ես այդ արժեքը, ուրեմն դու ինչքան մեծ արժեք ես տալի, այնքան մեծ գին են վճարում։ Օրինակ տեսեք, բժշկության մեջ դարի հիվանդություններ բուժող դեղեր կան, չէ՞, կամ հաստատություններ կան, որ մարդկանց կյանքը վերադարձնում են, դա բարձր արժեք է մարդու համար։ Ինքը շատ մեծ գումար է պատրաստ դրա համար տա, չէ՞, կամ ավելի լուրջ խնդիրներ լուծող, ուրեմն բիզնեսներ։ Ինչքան արժեքը ինչ որ դու տալիս ես եւ ինչ մեծ խնդիր ես լուծում, մեծ է այնքան դու մեծ բիզնես ես, այնքան է հաջողակ բիզնես ես։ Փողի քանակը հաստատ հաջողության հետ կապ չունի, որովհետեւ շատ հետաքրքիր մի բան ասեմ։ Եթե մենք նայում ենք անցյալ 100-ամյակի 100 խոշորագույն բիզնեսների ցանկը աշխարհի եւ նայում ենք 2000 թվականի ցեսկոմ նոր 100-ամյակի 100 խոշոր բիզնեսների ցանկը 98 կարծեմ ընկերություններ չկան, բայց իրանք հարուստ ընկերություններ են եղել, 98-97 էլ չկան։ Ես տեսնում եմ, պարոն Մանասյան, որ դուք բավականին հանրահայտ մարդկանց լուսանկարների համադրություն եք հետաքրքիր ներկայացրել այստեղ, իսկապես նրանցից յուրաքանչյուրը ռահվիր է առաջնորդ իր ոլորտում իր ասպարեզում, որոնց հետևում են, որոնց խորհուրդները լսում են, որոնց թողած գրական ժառանգությունը ուսումնասիրում են խորքայնությամբ, դուք այդ թվում հետևում եք նրանց։ Բայց մի անկեղծ հարց եմ ուզում տալ, ակնկալելով անկեղծ պատասխան, պարոն Մանասյան։ Դուք էլ կարևոր գործունեությամբ եք զբաղված այս ոլորտում։ Ձեզ բիզնես ղեկավարները, հիմնադիրները լսում են, թե ոչ։ Շատ լավ հարց եք տալիս։ Ես իմ դպրոցի դասերի ժամանակ, տարբեր կուրսերի ժամանակ միշտ թեմաները, որ գալիս է, բոլորի կարևոր մտքերը ցիտում եմ։ Եվ ասում եմ, տեսեք, այս թեմայով Հենրի Ֆորդը սա է ասել, չգիտեմ, մյուսը սա։ Մենակ բիզնես մտածողներ չեն, փիլիսոփաներ կան, իմաստուններ կան։ Ես ցիտում եմ այդ մտքերը, իրենց համար շատ ավելի ընկալելի է դառնում։ Այդ դրա համար է։ Ինձ լսելու առումով, եթե չլսեն, ես այս գործով չի զբաղվի, սա իմ միսիան է։ Ինչ որ ես անում եմ, սա իմ առաքելությունն է։ Իմ առաքելությունը պարզ որ սահմանեմ, ավելի հասկանալի հայաստանյան բիզնեսի որակական աճի, որակական թռիչքի ապահովումն է, դա իմ առաջնային առաքելությունն է, որը որ ես վստահ եմ օգնում եմ երկրի տնտեսությանը, որտեղ բիզնես միավորին օգնելով, զարգացնելով, տասնապատիկ աճի հասցնելով, ես օգնում եմ տնտեսությանը օգնելով, օգնում եմ արդեն ավելի լայն սպեկտրով երկրի, դրա համար իմ առաքելությունը ես sense մեծ բավականությամբ անում եմ։ Եթե ինձ չլսեին, չգային, չկրթվեին, իմ խորհրդատվության կարիք չունենա, երևի շուտ պահի կզգայի, որ անիմաստ է այս առաքելությունը չի արդարացնում։ Դրա ապացույցն է, որ այս տարիների ընթացքում 5000 հոգու ես վերապատրաստել եմ, 1000-ից ավել ընկերության հետ ենք աշխատել։ Հայաստանի բոլոր տնտեսության բոլոր ճյուղերի առաջատար ընկերությունների սեփականատերերի մասնակիցների, աշխատակիցների մոտ սովորել են կամ մեր խորհրդատվությունը վերցրել։ Այդպես ճյուղ չի մնացել, որ այդ ընկերության ճյուղի առաջատար ընկերություններից չկան։ Կարծում եմ
միսիան ու առաքելությունը եւ տեսլականը ողջավորությամբ ու նվիրվածությամբ եմ անում, դրա համար այո, դրա առհավատչան է դա։ Եթե չէ, մի չեմ անում։ Պարոն Մանասյան, պատկերացնենք մի իրավիճակ, դիցուք ես կստակ բիզնեսմեն եմ եւ եկել եմ ձեզ մոտ խորհուրդ ստանալու, լսելու։ Որն է ամենակարևոր առաջին խորհուրդը, որ կտայիք ինձ։ Դե գիտեք, չէ, խորհուրդը թանկ բան է։ Այո։ Կանխատեսում է անշնորհակալ գործ խորհուրդ առնել, Այդ պատմությունը գիտեք, Մանթաշովի հետ է կապված եղել պատմությունը, Մանթաշովն էլ էստեղ կա, հայ 3-4 խոշոր գործարարի նկարել ունենք, երբ որ Մանթաշովին մոտիկ անում են անընդհատ տարբեր մարդիկ, սովորություն ունեցել բոլորի ոսկի տալու, փող տալու, ոնց որ բարեգործություն, մի տղա է մոտենում, էլի հանում է հերթական անգամ ոսկու դրամա տալիս, տղան ասում է, չէ, պարոն Մանթաշով, ես փողի համար չեմ եկել։ Ասում է, բա ինչի համար ես եկել։ Ասում է, ես եկել եմ, որ դուք ինձ խորհուրդ տաք։ Մանթաշովը ասում է, նայում ասում է, տղա ջան, խորհուրդը մի խուրջին ոսկուց էլ թանկ է։ Լավ է ասված։ Ճիշտ է ասված, հենց այդ միտքներ իրա գրված է, որ լավ խորհուրդը, ճիշտ խորհուրդը մի խուրջին։ Հիմա ինչ խորհուրդ տամ սկսնակ գործարարին, ամենակարևոր խորհուրդը։ Մի մտեք բիզնեսի մեջ փող աշխատելու համար։ Մտեք արժեքավոր բան ստեղծելու համար, արարելու համար։ Որտեվ գործ արարը դա արարող մարդն է։ Մտեք արարելու համար, եթե մտնեք արարելու համար, արարելու գաղափարով, արարելու մտքով անընդհատ մտածեք, հաստատ կարարեք ու մեծ բան կարարեք։ Այլ որ մեծ բան ստեղծեք, մեծ արժեք ստեղծեք, փող ավելի մեծ կլինի, շնորհակալությունը ավելի մեծ կլինի, ամեն ինչ մեծ կլինի, բայց թե մտնում եք մանր փող աշխատելու համար ավելի լավ չմտնեք, որտեվ այնքան մարդ է մտել այդտեղ այդ հատված, որ դուք ավելի հանճարեղություն չեք ցուցաբերելու փող աշխատելու մեջ։ Եվ բիզնեսը մեծ հաշվով միայն պրակտիկ գործունեությունը չի, այդտեղ կա նաև տեսական բաղադրիչ, մենք վկայակոչեցինք զրույցի ընթացքում Կոտլերին եւ նմանատիպ բազմաթիվ տաղանդավոր անձանց, ովքեր գրական ժառանգություն են թողել եւ նրանց աշխատությունները այսօր տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների սեղաններին են դրվում որպես ուսումնառության կարևորագույն ձեռնարկներ։ Հայաստանում այդ առումով հայ հեղինակների, թողած ժառանգությունը տեսական առումով ինչպես է գնահատում դուք նույնպես, այո, բիզնեսի վերաբերյալ մասնագիտական գրականություն եւ դուք հանձնարարու եք նաեւ խթանել այդ ուղղությունը, ձեր ներդրումը ունենալ, եթե կան աշխատություններ պատրաստի կամ պատրաստում եք տեսական նաեւ ներկայացնել շատերին, որտեղ դա նույնպես շատ կարեւոր է լինելով բազմազբաղ ձեր առօրյայում, միշտ չէ որ բոլորի հետ եք շփվում, մինչդեռ կարող է լինել համապատասխան գրականություն, ցանկացած մարդ վերցնի եւ ուսումնասիրի։ Լավագույն գրականությունը, որ կասեն, որ ուսումնասիրեն, բայց հայ չեն։ Իրենքն էլ տարբեր ազգերից են։ Առաջի բանը մի քիչ ձեր հարցը ձևափոխեմ, որ մարդ հետ ուզում է բիզնեսով զբաղվի, ինչ կարդա, ինչ ուսումնասիրի, ես ունեմ իմ գրքերի եռյակը, չնայած հազարավոր գրքեր ունեմ եւ կարդացել եմ, իդեպ ես Հայաստանում ամենահարուստ բիզնես գրականություն ունեցող գրադարան ունեցող մարդն եմ, չեմ կարծում ավելի շատ ունեցողը դեռ կա, քանակի մասին չի մենակ խոսքը, էլի խորության, հեղինակների եւ այլ շատ եմ կարդացել, բայց 3 գիրք կա, որ ասում եմ կարդացեք, առաջինը դա Աստվածաշունչն է։ Աստվածաշունչ կարդացեք, կհասկանաք արարելու, ընդհանրապես մարդկանց մեջ մտնելու, մարդուն բան տալու, փիլիսոփայությունը, գաղափարը ինչ է։ Աստվածաշնչում բիզնեսի բոլոր կանոնները գրած է։ Դիմացինի հետ վարվիր այնպես, ինչպես կուզենար քո հետ վարվեն։ Դա որն է։ Դա սպասարկման ոլորտի ոսկե կանոնն է, հաճախորդի սպասարկման ոսկե կանոնն է։ 15 բաներ կա, եթե մարդը հասկանում է, ամեն ինչ գրված է։ Ազնվությունը, դիմացինի հետ ճիշտ աշխատելը, վստահ շատ բաներ կա։ Առաջին գիրքը դա Աստվածաշունչն է, որ ասում եմ կարդացեք։ Եթե հասկացաք, ուրեմն հասուն եք։ Կարակ մտնեք լուրջ բիզնեսի մեջ, եթե չէ, ուրեմն փող աշխատելու մասին է խոսքը։ Երկրորդ գիրքը դա ուրեմն Նապոլեոն Հիլի Մտածիր եւ հարստացիր, շատ լավ աշխատություն է, ինքը շատ լավ հիմնավորում է աշխարհի հաջողակ բիզնեսմենների օրինակով, որ հաջողությունը մտածելուց է, մտքից է, մտքի արգասիկ է։ Նույնը եւ անհաջողությունը, որովհետեւ Մահատմա Գանդին մի հրաշալի խոսք ունի, ասում է, ինչի մասին որ մենք շատ մտածում ենք, դրա մասին կամաց-կամաց սկսում ենք բարձրաձայնել, մեր մտածմունքը դառնում է խոսք, խոսքը դառնում է գործողություն, գործողությունը դառնում է սովորություն, սովորությունը դառնում է ճակատագիր։ Ամեն ինչ մտքից է գալիս, մտքի ինքն էլ արժեքային համակարգն է։ Եվ երրորդ գիրքը, որպեսի հարաբերությունների մեջ լինել արդյունավետ, ոնց որ հարցազրույցի սկզբում ասեցի, որ փափուկ ունակությունները զարգացնեն, դա Սթիվեն Քովիի հաջողակ մարդկանց 7 սովորույթներ գիրքն է, շատ լավ ինքը
բացատրում է, թե ինչ կարևորագույն սովորույթներ պետք է մարդը ունենա, որ կյանքում հաջողություն հասնի այդ գործարարը։ Իսկ ինչ վերաբերում է հայ բիզնեսի մտածողներին, հիմա չեմ տեսնում անկեղծ ասած այտենց, որտեղ ես շատ խորը լուրջ աշխատություններ եմ ուսումնասիրել, սկսած Մարքսի կապիտալից, որը որ ֆունդամենտալ աշխատություն է բիզնեսի մեջ, շատ ֆունդամենտալ, վերջացրած ժամանակակից ամենահզոր գործերով, դրա համար չեմ գտնում դեռ, կարող է կա, բայց ես չեմ գտել։ Ինչ վերաբերում է իմ մասով, ես դեռ հավաքում եմ իմ մտքերի, իմ փորձառության, իմ գաղափարների, իմ արարչագործության արդյունքում մտքերի, այսինքն նոր մտքեր արարելու արդյունքում այդ ամեն ինչը հավաքում եմ, երբ որ իմ գիրքը գրեմ, կարծում եմ այդ գիրքը կլինի, որ շատերի համար, շատ-շատերի համար կլինի sense մի գիրք բոլորի համար, միշտ գործարարների, որ կկարդան, շատ մեծ բաներ կտեսնեն։ Դե ուղղությամբ մտածում եմ։ Շատ լավ, Աստված հաջողեք։ Շատ շնորհակալություն, պարոն Մանասյան, հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ ապագայում մենք կրկին առիթներ կունենանք բիզնես ոլորտի բավականաչափ հետաքրքիր հարցերին անդրադառնալու։ Դե բիզնեսի թեման անծայրացի է, անվերջ կարելի է խոսել։ Եվ հնարավոր չէ մեկ ռեպորտաժի կամ հաղորդման կամ հարցազրույցով պարփակվել։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Մանասյան Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնես էքսպերտ եւ վաճառքի ճարտարապետ Հայկ Մանասյանի հետ։ Armenpress-ը անշուշտ շարունակելու է բիզնես մտածողության նման խորքային զրույցները, հատկապես նրանց հետ, ովքեր իրական փորձ ունեն բիզնես աշխարհում եւ կարծում եմ սրանք կհետաքրքրեն նաեւ նրանց, ովքեր պատրաստվում են բիզնես աշխարհ մուտք գործել եւ հետագայում հաջողություններ արձանագրել այս ասպարեզում։ Այսօր ասքանը կհանդիպենք հաջորդիվ։